ո՞ր էր մեր այսօրվա դասի թեման։ Անահիտ։ Հայտնահարպետը և վելը։ Հայտնահարպետը և վելը։ Ինչպիսի ստեղծագործություն է դասը։ Դրաչա։ Պատմում բանցք է։ Ինչի մասին է մեր դասը։ Սամվել։ Հայկի և վելի մասին։ Իսկ ովքեր էին այս ստեղծագործության հերոսները։ Ովքեր էին հերոսները։ Մարիամ։ Պապիկն ու Արմենը։ Պապիկն ու փոքրիկ Արմենը։ Արմենին ի՞նչն էր հետաքրքրել։ Մարիա։ Թե ինչու ենք Նախադասություն ամբողջական ձևակերպիր։ Արմենին հետաքրքրում է։ Արմենին հետաքրքրում է, թե մեկ երկրին ինչու են ասում Հայաստան։ Այո։ Նրան այդ հարցը շատ հետաքրքրում է։ Ձեզ էլ է հետաքրքրում։ Շատ լավ։ Եկեք անդամ դասը, պատասխան ենք հարցերին, դասը սկսում ենք արդեն ծայրել։ Եկեք բնութագրենք հայտին։ Այստեղ մենք ունենք բառեր, որոնք պետք է որոշենք, ավելի շատ բնորոշենք հայտի, թե վերի։ Եկեք վենից յակրանով մտածենք և բնութագրենք։ Ով է գալիս, տեսնենք։ Այս ամեն Կարթաբարը, չար։ Ունենք այստեղ երկու կերպար, հայտը և վելը, ով էր չար, այո, վելը, Պարը կարդում ես և հսկա, ով էր հսկա, այո, այստեղ թարություն ենք, ապրես էլա ճաշը ճիշտեղում հացրեց, շատ ապրես, արենք, Կարթաբարը, բռնական, ում է բնորոշում այս բառը, հայտի թե վերի, լավ բառ, շատ ապրես, այ հանքում, այո, ով է կորում, ով չի եկել, այրան եկել, Կարթաբարը, թիկնեղ, ինչ են շանակում, թիկնեղ, լայն թիկունքով, այո, ով էր թիկնեղ, Կարթաբարը, վայելչակազմ, այո, ինչ են շանակում վայելչակազմ, Գեղեցիկ, այո, գեղեցիկ մարմինները, հայկ, այո, շատ Ուրեմն մենք հասկացանք, որ հայկը հեռացավ վելից, որովհետև չէր ուզում զրկվել իր ազատությունից, ճիշտ է։ Հիմա ես ես համար պատրաստել եմ մուլտֆիլմ, դու մենք մուլտֆիլմը, մուլտֆիլմը դասագրքի դասագրքից մի քիչ տարբերվում է, ավելի շատ բան եք իմանալու, շատ ինչ կդիտեք, որ կարողանաք հարցերի պատասխանել։ Ժողովուրդը մի մեծ ընտանիք է, մենք բոլորս քույրեր և
Աշտարակի կառուցմանը հրավիրվել էր նաև Հայկը, որը հսկալից էր, վայել չկազմ, տիկնավեր, հարվերուն աչքերով, գլացի ու խիսախ։ Երեխաները դիտեցին այդ ֆիլմը, չէ, որը մի քիչ տարբերվում էր, չէ, դասայնից։ Եվ ավելի շատ զանիմացանք։ Այդքան որ շատ ուշադիր նայում են այդ ֆիլմը, հիմա ուզում եմ մի քանի հարցերի շուրջ մտածենք։ Ինչու Հայկը հեռացավ վերից։ Անահիտ։ Հայկը ուզում է առանձին ապրել, Ինչու՞ չէր ուզում Բելի հետ ապրել։ որովհետև նա չար էր։ Ինչ էր որոշել Բելը։ Ինչ էր իր հռչակել Բելը։ Որ Հայկին ստրկացներ։ Ուզում էր Հայկի բոլոր ժողովուրդներին ստրուկ Բայց տալ։ հա, ու ուզում էր որ բոլորը իրաց տղուկը դառնան։ Ահա, Արման դու ինչ ես ուզում ասել։ Որ Հայկը ուզում էր ազատ ապրել։ Հայկն ուզում էր ազատություն, ուզում էր ազատ ապրել եւ դրա համար որոշեց Բելից հեռանալ։ Հետո երբ որ արդեն մենք ինչպես տեսանք մուլտֆիլմում, Բելը հետ կանչեց Հայկին, չէ, ասեց հետ արի, ես քեզ կապահովեմ երջանիկ կյանք, բայց Հայկը հետ չվերադարձավ եւ արդյունքում ինչ եղավ։ Եվ մենամարկ եղավ, չէ։ Այսինքն Հայկը գիտեր, չէ, որ դա կարող է հանգեցնել կռվի, բայց իր որոշումը չփոխեց, եկեք մտածենք սրա շուրջ։ Արդյոք Հայկը ճիշտ կողմնորոշվեց։ Միգուցե կարելի էր այլ ելք գտնել, հա։ Որովհետև ամեն դեպքում պատերազմում զոհեր են լինում, ինչ տարբերություն, որ կողմի մարդիկ մահանան, չէ երեխաներ, այսինքն մենք ամեն ինչ պետք է անենք, որ չհասնի, չէ կռվին, արյունահեղության չհասնի, բայց Հայկը շատ վստահ էր, չէ որ ինքը հաղթելու է, ինչու էր վստահ, ինչու էր վստահ, Եվա, հարցեր, Որովհետև ինքն ինչպիսին էր, շատ ուժեղ էր, զոր էր և վստահ էր իր ուժերի վրա, բացի այդ ինչ ուներ, հետ ինչ ուներ Հայկը, նետ ուներ, և այդ նետին մեծ զորություն տվեց ինչը, ջուրը մեջ դիրեց, չէ մի ամբողջ օր և ավելի հզորացավ, եթե չնեն արնելու աղեղ, ոնց կվերջանար այս պատմությունը, ոնց կվերջանար այս պատմությունը, Մարիամ, Ես կարծում եմ, որ եթե Հայկը հավետը ունենար նետու աղեղ, նա կարող է և պարտվել, այո, եթե հանկարծ Բելի մանից հետո նրա զորքը սարսափահար չփոխներ, հակառակը, ավելի կատաղի պայքարի դուրս գային, որովհետև Հայկը Բելին սպանել էր, որոշեին վրեժ լուծել, ոնց կվերջանար այդ ժամանակ պատմությունը, ինչ կլիներ երեխաներ մարդու, կպարտվեն նրա մտերիմները, մերձավորները ինչ կլինեին, կմահանային բոլոր, այսինքն նշանակում է Հայկը այդ մարդկանց տարավ վտանգի բերան չհասցրեց, բայց կարելի էր այլ կերպ վարվել, բայց չէ որ Բելը նրան առաջարկում էր, ասում էր, արի ես քեզ երջանիկ կյանք ապահովել այդ ազատությունն այդքան կարևոր էր Սամվել, կարող ենք այդպես էլ միգուցե և պետք չէր Բելին հավատալ, միգուցե Հայկը ճիշտ որոշեց, բայց կարող ենք նաև մտածել մենք ինչ անենք, որ չհասցնենք արյունահեղության, չէ։ Խոսենք, այո, ելք է գտնենք, բանակցենք։ Որ մի բան մտածել, որ Հայկի հնեցանի, որ Հայկի ուզածի շրջան։ Միգուցե Բելը վախենում էր մենակ մնալից երեխա։ Միգուցե ինքը գիտեր Հայկը շատ ուժեղ ուզում էր անպայման Հայկի իր կողքին լինի, չէ, հնարավոր է, չէ։ Միգուցե չէր ուզում նա միայնակ մնալ։ Պատկերացրեք դու, խաղ եք կազմակերպել, ձեր խաղի անդամները խաղի կեսից թողնում գնում են, չեք նեղվի, չեք բարկանա, բա Հայկն առանցացնելու վեր կացավ ու Բելից հեռացավ, Հայկին դա դուր կկա, Բելին դա դուր կկա, ահա, հիմա տեսեք, Բելը ուներ մի հատ կանիշ, որը Հայկը չէր հանդուրժում, ինչն էր դա, չարություն էր, գորոզ էր, էլ ինչպիսին էր, հենի ջան, բռնակալ էր, ուզում էր բոլորին իր կամքը թելադրել, երեխաներ ճիշտ է նման վարքագիծը,
Ճիշտ է բոլորին իրեն երկհարկեցնել։ Ինչ ուզեք կանեն։ Ինչ ուզեք ձեր համար կանեն, լավ չի դա։ Չէ, այո, իհարկե լավ չի, ասա Սամվելը։ Չի կարելի բոլորին հրամայել։ Ասենք ինչի եթե ինքը տխի հրամայես, որովհետև ինքը կարա ինքնուրույն իր գործը Ապրես, ինքը կարող է որոշումը շատ ապրես Սամվել ջան։ Ինչ է պետք է մեկ ուրիշը մեզ ենթարկվի։ Այ եթե դուք ընկերության մեջ խաղերի ժամանակ որոշեք անընդհատ ձեր ասածն առաջ տանել, բոլորին իշխել, ինչ կլինի վերջում։ Կռիվ, կոնֆլիկտներ ինչ կլինի։ Պատերազմի չի հասնի, բայց կմնաք մենակ, չեք ունենա ընկերներ, երեխաներ։ Հետևաբար մենք այս դասից ինչ սովորեցինք։ Չի կարելի բոլորին հրամայել։ Չի կարելի մեր կամքը թելադրենք մեկ ուրիշին։ Ում պետք է նմանվենք։ Հայկի որ հատկանիշը ձեզ շատ դուր եկավ։ Հայկի որ հատկանիշը ձեզ շատ դուր եկավ Արմանաստա։ Որ սպանեց։ Ամենաշատը եկավ դուր եկավ որ սպանեց։ Թե որ նա պայքարում էր իր ազատության համար։ Քեզ էլ ադա դուր եկել եւ իսկ ինչը դուր եկավ որ նա շատ վստահ էր եւ հաստատ քայլերով հասավ Ես նպատակ։ Այնքան հզոր է ով խփեց, որ ծայ հասավ։ Այո, ես հիացրեց Հայկի ուժը, այո, հիանալի ուժն էր։ Եթե դուք լինեիք Հայկ Նահապետի փոխարեն, վերջին հարցը եմ տալիս։ Հայկ Նահապետի փոխարեն եթե լինեիք, դուք հիմա մտածեք, ո՞նց կվարվեիք, որ լիներ ճիշտ։ Զոհեր չլինեին, օրուսներ չլինեին, անանիք ինչպես կվարվեիր Արիջան։ Ես կվարվեի կգնայի նրա հետ կխոսայի, Բանակցեի, բանակցեի, որ կռիվ չլիներ։ Ես ինչպես կվարվեիր։ կգերակցեի նրան բարի կսարքեր ու իրար կապեի։ Բարի կսարքեր, այսինքն Հայկը կարող է այցելի փոխել, այո։ Ինչպես կվարվեիր, Սամվել ջան։ ասեր, արի նրանք միասին ապրեն, ես չես լավ կյանք կտամ։ Եթե հենց ասեր ես կգնայի, ու հենց բարի ասած չաներ, հենց Ցանկացած բանի, այո, Հայկը մեկը այլի կարար հեռանար։ հա, Ասա Այլա ջան։ կգնայի ես զրուցեի, որ Ինչ-որ լուծում գտնեիք, իրար հետ խոսեիք։ Այսպիսով երեխաներ, այս պատմությունից ինչ դասեր հատվի։ Ինչպիսին լինենք ամենօրյա մեր կյանքում, առօրյա կյանքում, դպրոցական կյանքում, ինչպիսին լինենք Եվա։ Չդռնենք, միշտ լինենք բարեսիրտեր, Սամվել, չհրամայել, այո, ասա Մարտուն ջան։ ընկերասեր և Ընկերասեր չլիներ, Այո, և բռնակալ չլիներ, ամեն ինչ անենք, որպեսզի գտնենք լավագույն լուծումը, չէ՞ երեխաներ։ Այսինքն պատահից չի մի անգամից կոնֆլիկտի գնանք, կարելի է մտածել ինչ ճանապարհներ, ինչ երգեր գտնենք, որ մեր նպատակին հասնենք, բայց առանց կոնֆլիկտի։ Ուրեմն պետք է լինենք իշխող թե ընկերասեր։ ընկերասեր, Դուք այսուհետ ինչպիսին եք լինելու։ ընկերասեր, Չի կարելի երբեք մեր սեփական կամքը մյուսին թելադրել, բոլորս ազատ մարդիկ են, յուրաքանչյուր մարդ ինքն է, չէ՞, իր կյանքն ապրում։ Մենք չպետք է որևէ մեկին մեր կամքը պարտադրել։ Եղավ երեխաներ։ Խաղում ենք խաղալու եւ այս անգամ խաղը խաղալու ենք համակարգչով։ Խաղը վերաբերում է առարկացուցող բառերին։ Արիստոտել։ Կարդում ենք պահանջը։ Խմբավորիր անձ եւ իր ցույց տվող բառերը։ Պետք է Սուրենը հարցերով կողմնորոշվելով տեղափոխի բառերը, կամ ովքեր բաժինը, կամ ինչ-ինչեր բաժինը։ Կարդում է բառը Հրաչյան, տեղափոխում է Սուրենը։ Հրաչյա կարդա։ Էցլան խաղը, Մի քիչ են կողմ տարսելաքը։ Ահա, կարդա։ աղջիկներ, Ահա, Սուրեն որոշիր ով ովքեր թե ինչ-ինչեր։ գրիշներ, ես, Հրաչյա ջան, դու բառը բարձրա։ արեղ, աշակերտներ,
Ով ովքեր թե ինչ էր։ Ճիշտ արեց երեխաները։ Այո։ Շուտ։ Կոշկակար։ Ով ովքեր թե ինչ էր։ Համաձայն եք։ Այո։ Կանայք։ Կանայք։ Ոչինչ, հետո կանես է մյուս բառը։ Հաց թուղ։ Հաս միրով։ Ահա։ Մի քիչ շատ կա։ Աստղեր։ Աստղեր։ Տատիկ։ Տատիկ։ Վերջ։ Հիմա ներքևի սլակին սեղմիր, Սուրեն։ Սեղմիր։ Ահա, կանայք բառը չես տեղաշարժել են ժամանակ։ Կորավ չէ բառը, կանայք որոշիր ուր է ստանում։ Ահա, տեսնենք ճիշտ արես թե ոչ, էլի կապույտ սլակին սեղմիր։ Կեցես, դու ճիշտ ես կատարել աշխատանքը, ապրեք երեխաներ։